Ժորժան Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Հայաստանը փաստացի դուրս է եկել հապկից, իսկ 2 ժամ հետո այս հայտարարությունից հետո Հայաստանի արտգործ փոխնախարարը հայտարարում է, որ Հայաստանը չունի մտադրություն դուրս գալու հապկից եւ դուրս չի գալու։ Այսինքն 2 ժամվա մեջ իրար հակասող 2 հայտարարություններ պաշտոնյաների կողմից։ Լավ, դա դեռևս կարող ենք մի կողմ թողել, բայց ասեմ հետեւյալը, որ եթե Հայաստանը դուրս է եկել հապկից, ապա Հայաստանը ինչու պաշտոնապես գրություն չի ուղարկել, որ էլ հապկ անդամ չի։ Այսինքն Հայաստանը դուրս չի եկել հապկից։ Եթե Հայաստանը դուրս է եկել հապկից, ապա ինչու բոլոր փաստաթղթերը, որոնք ընդունվում են հապկի շրջանակներում, Հայաստանը դրան դեմ չի քվեարկում։ Այսինքն Հայաստանը խոչընդոտ չի հանդիսանում հապկի գործունեության համար։ Այսինքն Հայաստանը դուրս չի եկել հապկից։ Սա իրականությանը չի համապատասխանում։ Նույնիսկ փաստացի Հայաստանը դուրս չի եկել հապկից։ Եվ երրորդը, մենք այլընտրանք որպես երկիր անվտանգային ստեղծել ենք մեր համար, օրինակ հապկից դուրս են գալիս եւ մտնում ենք այլ անվտանգային համակարգի մեջ։ Ունենք այդ համակարգը այլընտրանքային ստեղծած, թե ոչ։ Իհարկե ոչ։ Եվ ո՞րն է այդ այլընտրանքային համակարգը, ՆԱՏՕ-ն, որի անդամ երկիրը Թուրքիան է, որը մեր հարևանն է, հա, եւ որից այսօր հիշեցնեմ, որ Ռուսաստանի ռուսական 102-րդ ռազմաբազան է պահում հայ-թուրքական սահմանը։ Դե հանեք ռազմաբազան, եթե այլևս որևէ սպասելիք չունենք հապկից, Ռուսաստանից, իսկ Ռուսաստանի համար չենք մենք մտել հապկի մեջ։ Այսինքն մեր համար հապկ մտնելու մտադրությունը եղել է նրա համար, որ Ռուսաստանն է այնտեղ շարժիչ ուժը, հա, եւ մեր սահմանները եւ հայ-թուրքական սահմանը պահում է հենց ռուսական 102-րդ ռազմաբազան։ Այստեղից հետևություն անենք, որ ամեն դեպքում Ռուսաստանը շարունակում է լինել մեր երկրի անվտանգության համակարգի մի կարևորագույն մաս։